այս process-ները արագացնելը կարծես թե ստացվում է ձեզ, բայց ընդհանրապես չի ստացվում իշխանափոխություն իրականացնել, եւ Իշխան Սաղաթելյանը խոսել էր սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչի ճակատ ստեղծելու մասին, այդ աշխատանքները ինչ փուլում են, ի վերջո ընդդիմադիրների հավաքը, հանդիպումները ինչու չի ստացվում, նախապես հայտարարված, օրինակ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ընդդիմության առաջնորդները պետք է հանդիպեն։ Այդպիսի բան չի հայտարարվել, որ պիտի հանդիպեն, այլ հայտարարվել է, որ եթե լինի այդ հանդիպման կարիքը, այստեղ խնդիր չի լինելու, բայց մենք մեր ընդդիմադիր գործընկերների նորմալ շփում ունենք, եթե ինչ-որ հարց պետք է լինի, քննարկում ենք, այստեղ ընդհանրապես որևէ խնդիր չկա։ Իսկապես երկու տարբեր թիմեր են, ինչքան էլ փորձել են մեզ, չգիտեմ, նույն ասնել, կապել իրար հետ, չկա նման բան, տարբեր թիմեր ենք, բայց երկուսս էլ ընդդիմություն ենք ու այստեղ իրար հետ ինչ-որ բան քննարկելու, խոսելու, ինչ-որ դեպքերում համաձայնեցնելու որևէ խնդիր չկա, տեսնում եք շփումներ նորմալ կա։ Տարբերություն օրինակ Նարեկ Կարապետյանը իհարկե հենց այդ եմ ասում։ Տիպի վերաբերյալ ասում է, որ դա ճանապարհ է խոսույթը պետք է փոխվի, ձեր թիմը եւ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ դա միջանցք է Հայաստանի ճանապարհով։ Հենց դա եմ ասում, որ տարբեր թիմեր են, իհարկե պետք է տարբերություն լինի եւ հենց շատ ճիշտ եք ասում, ձեր նշած օրինակն է լավագույնս ցույց է տալի, որ այս նույն թիմը չի, տարբեր թիմեր են։ Այսինքն այն կեղծ թեզը, որ ամբողջ նախընտրական շրջանում փորձում էին այսպես կապել, որ բոլորը նույնն են, հենց ձեր ասած օրինակով երևում է, որ դա այդպես չի, դա իրականում այդպես չի, մենք ունենք տարբեր մոտեցումներ, կարող է ինչ-որ հարցեր ունենանք նաև ընդհանրություն, բայց այսօր տարբեր թիմեր ենք, տարբեր մոտեցումներ ունենք, բայց մի բանը երևի նույնն է, որ հասկանում ենք այս իշխանությունը չէ։ Պարոն Քոչարյան, քանի որ ազգային ժողովի նիստերը սկսեց ձեր քաղաքական ուժը Տիգրանաշենից էր հարցադրումներ անում, եթե Փաշինյանը այնպես ստացվի, որ Տիգրանաշենը տա, որովհետև դուք ասիք երաշխավոր եք, որ չեք տալու, չհնչեցել այդ երաշխիքը, եթե տա, որ ձեր գործողությունները ո՞րն են լինելու, ինչ եք դուք անելու, փողոց եք գեներացնելու, որոնք են ձեր քայլերը։ Տեսեք, շատ ճիշտ եք նկատել մեր այդ պնդումներին, ամեն հարցին Տիգրանաշենի հետ կապված ոչ մի հստակ պատասխան չէր տրվում, ըստ երևույթին չեմ բացառել, որ այս սահմանազատում կոչված գործընթացի հաջորդ փուլը կարող է լինել Տիգրանաշենը եւ իմիջիայլոց նույն սահմանազատման հետ կապված ժամանակին մենք օրինակ խոսում ենք նաեւ այս հարցը բարձրացնում ենք ինչ սկզբունքով է որոշում որ հատվածից սկսել նույն Կիրանցի հետ կապված ասում ենք այդ ոնց է որոշվել որ հենց Կիրանցից պետք է սկսվի իմ առաջարկը օրինակ քանի անգամ Արադ Միրզոյանի Նիկոլ Փաշինյանի եղել այն որ մենք հողի վրա չանենք գործողությունները քարտեզի վրա պայմանավորվածությունները լինի մենք ընդհանուր դեմ չենք սահմանազատման գաղափարին բայց քարտեզի վրա պայմանավորվածությունները ամբողջ գծի երկայնքով ունենանք հետո նոր հողի վրա հայելային անենք այսինքն եթե մեր պահանջն է որ իրենք մեր սուվերեն տարածքից պետքա դուրս գան Ջերմուկի մասում Գեղարքունիքի մարզում ներքին հատ մի խոսքով այն տեղերը որտեղ իրանք առաջ են որ մենք կոպիտ ասած գցված չմնանք մենք դուրս չգանք այն տեղերից որտեղից իրանք են ուզում իսկ իրանք այնտեղից դուրս չգան իսկ մենք տեսնում ենք որ իրանք բոլոր այդ տեղում ամրաշինական աշխատանքներ են անում ու այսպես մեղմ ասած չեն պատրաստվում դուրս գալ բայց այս բոլոր հարցադրումները պատասխան չեն ունեցել մի անգամ Նիկոլ Փաշինյանը այս իմ հարցադրմանը ասես Կիկոսի ման է դարձնում այնպես որ եթե մյուս ձեր հարցը վերաբերում էր ինչ ենք անելու Տիգրանաշենի մասով այս բան ես պատրաստ չեմ այդ հարցին հստակ պատասխանել բայց միանշանակ գործողություններ հետևելու են